Բարև ձեզ սիրելի երևանցիներ, ճիշտն ասած ուզում եի այսօր ձեզ հետ խոսել մի կարևոր թեմայից, որը վերաբերվելու է Հայաստանի արդարադատությանը, վերաբերվելու է Հայաստանի քաղաքային եւ համապետական իշխանությունների հատելությանը սեփական երկրում օրենքի էֆեկտիվությանը։ Ինչպես հիշում եք, դեկտեմբեր ամսին անցած տարվա 9 ամիս տևող դատական process-ը ավարտվեց մեր հաղթանակով։ Վարչական դատարանը կոլեգիալ կազմով 5 դատավորով անվավեր ճանաչեց քաղաքային իշխանությունների կարմիր գծերի թանկացված փաթեթը, այսինքն այդ տարիֆների թանկացումը ճանաչեց ոչ իրավաչափ։ Դրանից հետո, երբ որ մենք թե հավաքանունիստի ժամանակ թե լրատվամիջոցներին թե հարուցան անընդհատ ասում ենք, որ այո, մենք հաղթել ենք, մենք ապացուցել ենք, որ քաղաքային իշխանությունները թե անգրագետ են, թե ապիկար են, թե պարզապես ուզում են թալանել սեփական ժողովրդին, նույն Սուրեն Գրիգորյանը ասում է, պարոն Հակոբյան, դեռ մի ասեք, որ հաղթել եք, որովհետև մենք դա բողոքարկելու ենք։ Ուրեմն ուզում եմ ձեզ տեղեկացնել, սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, որ այդ վճիռը ստանալուց հետո օրենքի ուժ չի ստացի այն պատճառով, որ քաղաքային իշխանությունները այն բողոքարկել են, արդեն այդ բողոքը, որ իրենք ուղարկել են, դատարանը վերադարձրել է իրենց, այսինքն չի ընդունել բողոքը, նաև պատճառաբանելով այն առումով, որ քաղաքապետը եւ իր լիազորած անձը չի կարող դատարանում ներկայանալ իբրև հավաքանու ներկայացուցիչ։ Այսինքն ամեն կերպ այս մարդկանց բողոքարկումները որևէ տեղ չեն հասնում, վերադարձվում են եւ եւս մեկ անգամ դա ցույց է տալի, որ այս մարդիկ թե իրավաբանորեն, թե քաղաքականորեն պատրաստ չեն եւ ի վիճակի չեն մեզ հետ պայքարել, որովհետեւ մենք ճիշտ ենք, իրենք սխալ են։ Եվ ինչ կուզեմ ասեմ, կարևոր, որ հիմա այս մարդիկ փոխանակ մի քիչ գոնա, չգիտեմ, բարեխղճություն, արժանապատվություն, ինչ որ դրական էմոցիա սեփական ժողովրդի հանդեպ եթե ունենային, իրենք կհանձնվեին արդեն ու կդադարեցնեին այս ամենը եւ վերջապես այս արդարացի վճիռը կստանար օրենքի ուժ։ Սակայն այս մարդիկ հիմա այդ վերաքննիչի վերադարձված իրենց փաստաթուղթը, որ դատարանը չի ընդունել, վերադարձրել է իրենք հիմա այդ նույն փաստաթուղթը վերցրել են, տարել են վճռաբեկ դատարան։ Այսինքն պարզ լեզվով եթե խոսենք, ինչ է տեղի ունենում այն, որ քաղաքային իշխանությունները ամեն կերպ ֆորմալ ճանապարհները օգտագործելով ամեն կերպ ուղղակի հետաձգում են այս դատական ակտի, այս վճռի օրենքի ուժ ստանալուն եւ կիրառմանը։ Իսկն չեն ուզում որևէ կերպ ընդունել այն փաստը, որ իրենք պարտվել են, որ մենք ճիշտ ենք, որ իրենց այս թանկացումը ոչ իրավաչափ է, օրենքին դեմ է։ Ինչ են անում այս մարդիկ։ Այս մարդիկ հիմա անընդհատ ուզում են հետաձգեն եւ հետաձգեն, հիմա ես կասեմ, թե մարդկային տեսանկյունից սովորական լեզվով թե դա ինչ է նշանակում, թե իրավական։ Մարդկային լեզվով իրենք ուղղակի ամեն կերպ ուզում են հետաձգել այն օրը, երբ որ ակնհայտ արդեն դատական կարգով օրենքի ուժ կստանան այն վճիռը, որը որ ցույց է տալի, որ իրենք անգրագետ են ու ուզում են թալանել սեփական ժողովրդին։ Բնականաբար նաև իրենք հույս ունեն, որ sense անընդհատ բողոքարկելով իրանք կընկնեն ինչ-որ մի նիկոլական դատավորի ձեռք, որը որ կընդունի իրենց բողոքը եւ չգիտեմ, Նիկոլին հաջողանալու համար ապօրինի որոշում կկայացնի, բայց նաև իրավական առումով ձեզ ասեմ, սիրելի հայրենակիցներ, տեսեք, մենք ունենք արևմտամետ իշխանություն, ճիշտ է, իրենք արևմտյան արժեքների ջատագողն են եւ այլն, չնայած այդ արևմտամետերի մեծ մասը արևմուտքում կյանքում չի եղել, արևմուտքի լեզուներին չի տիրապետում եւ առասարակ չգիտի ինչ է արևմտյան մշակույթը։ Հիմա տեսեք, արևմտյան մեր պրո-արևմտյան, բայց իրականում թուրքական իշխանությունները անտեսում են մեկ շատ կարևոր փաստ, առաջինը ըստ մարդու իրավունքների եվրոպական դատարանի բողոքարկման իրավունքը պատկանում է անձին, այսինքն դա պետական ատյանի, պետության, այս դեպքում վարչական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի իրավունք չէ, դա անձի իրավունք է, այսինքն մենք փաստացի դատական process-ի մեջ ենք մտել պետության հետ, ճիշտ է, եթե քաղաքապետարանի հետ, քաղաքային իշխանության հետ մտել ենք, ենք վարչական սուբյեկտ են, վարչական մարմին են, մենք իրենց ապօրինի որոշումը տարել ենք դատարան, որպեսզի բողոքարկենք եւ ապացուցենք, որ այն ոչ իրավաչափ է։ Հաղթելուց հետո այս մարդիկ իրենց սեփական այդ պետական ապարատի մեջ կրկին տանում են բողոքարկելու իրենց իսկ գործող պետության դատարանի տված վճիռը, երբ որ այն մերժվում է եւս մեկ անգամ էլ ավելի բարձր ատյան են տանում։ Ու եւս մեկ այլ կարևոր բան կուզեմ ասել, ինչ են իրենք անում, դա այն է, որ տեսեք,
25 թվի Երևան քաղաքի բյուջեն է թե ուսումնասիրեք, այդ բանով գրված է, որ 25 թիվը ի համեմատություն 24 թվի 25 թիվը ի համեմատություն 24 թվի Մարդիկ են ասում կներեք, որպեսզի լավ լսվի։ Տեսեք, ի համեմատություն 24 թվի, 25 թվին քաղաքային իշխանությունները դատական վճիռների, ակտերի եւ որոշումների բողոքարկման համար բյուջեում ավելացում են արել 17%։ Եթե 24 թվին եղել է 185 միլիոն դրամ դատական վճիռների բողոքարկումների հետ հայցերի վճարները, ապա 25 թվին իրենք ավելացրել են եւս 26 միլիոն դրամ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ քաղաքային իշխանությունները որևէ կերպ չեն տարբերվում Նիկոլ Փաշինյանից, որևէ կերպ չեն տարբերվում երեկվա այդ Արմեն Մելիքբեկյանից, այդ ֆուտբոլի ֆեդերացիայից, ինքն այս մարդիկ իրենց սխալները չեն ուզում ուսումնասիրեն, իրենք որևէ կերպ չեն ուզում իրենց սխալները շտկեն, իրենց լուծումները միշտ կներեք բարիս համար անգյալ, ալարկոտ, ամենապարզ, պրիմիտիվ եւ հիմար լուծումներն են իրենք գտնում։ Այսինքն, եթե դու քաղաքային սուբյեկտ ես, քաղաքային իշխանություն ես, վարչական մարմին ես, աշխատում ես այն կերպ, որ ու այդ բանի մեջ էլ գրած է, այդ փաստաթղթի մեջ 25 թվի բյուջեի մեջ գրված է, այս ավելացումը պայմանավորված է հայցադիմումների քանակի մեծացմամբ։ Այսինքն, իրենք չեն փորձում տրամաբանել, ինչու են հայցադիմումները շատացել քաղաքային իշխանության քաղաքապետարանի դեմ, որովհետև երևի պետք է հասկանան, չէ՞ որ վատ եք աշխատում, սխալ եք աշխատում, ձեր ակտերը, ձեր որոշումները ապօրինի են, դրա համար մարդիկ գնում են դատարան, այդ փողը ծախսում են վստահ լինելով, որ դուք սխալ եք, իրենք ճիշտ են։ Այսինքն արդար, նորմալ, բարեխիղճ պետական կառավարման, քաղաքային կառավարման դեպքում քաղաքապետարանի գլուխը կկանչեր իր ստորադասներին, կասեր ժողովուրդ ջան, եթե մեզ անընդհատ դատի են տալիս, մենք ուրեմն սխալ ենք աշխատում։ Ուրեմն պետք է ավելի պատշաճ իրականացնել թե վարչարությունը, թե մեր մնացած ֆունկցիաները, բայց ոչ, այս մարդիկ ինչ են անում, ասում են լավ, եթե մեզ դատի են տալիս, ուղղակի փողերը ավելացրեք, որ այդ սաղ վճիռները, որոնք իդեմ մեզ են, տանենք վերաքնիչումը եթե մերժվի, տանենք վճռաբեկ, այնքան տանենք, մինչև ընկնի մի հատ նիկոլական դատավորի ձեռքը, որ ուղղակի ապօրինի սխալ որոշում կտա։ Սա է իրականությունը։ Խոսալով պարլամենտարիզմից, թափանցիկությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, մենք ունենք մի իշխանություն, որը թե քաղաքային, թե համապետական, թե սպորտի ոլորտում, որևէ ոլորտում այս մարդիկ պատրաստ չեն ընդունել իրենց սխալները, այսինքն իրենք անընդհատ ուզում են ուրիշ տեղ լուծումները գտնել։ Եթե ուզում են, ասենք, չգիտեմ, քաղաքը բեռնաթափվի իբրև թե դրա համար պարկովկան ուղղակի թանկացնում են։ Ասում են տրանսպորտը լավացնելու ենք, բայց փաստացի միայն թանկացնում են։ Ասում են քաղաքը բերելու ենք սմարթ քաղաքի, նոր վիճակի քաղաքացիներ ունենալու են կոմֆորտ, նոր մակարդակի զգացողություններ, որոնք, չգիտեմ, մեր քաղաքը համեմատելի է դառնալու արևմտյան լուրջ քաղաքների հետ, բայց փաստացի մենք ունենում ենք միայն թանկացումներ։ Այսինքն այս մարդիկ բյուջեում ավելացնում են ծախսերը, եկամուտները, որոնք որ ստանում են, բոլորը գնում է ի մսխում, այսինքն ի բարելավում իրենց սեփական անձնական կյանքի, ոչ թե մեր քաղաքի, ու վերջում էլ հենց որ մենք արդեն կարում ենք դատարանով աննախադեպ բան անենք, մենք դատարանով կարողացել ենք պետական մարմնի որոշումը, որը որ իր մեջ պարունակում է վճարների տարիֆներ, այսինքն մի հսկայական փաստաթուղթ, որով որ իրենք պատրաստել են իբրև թե բարելավում, թե ինչ-որ կորիզային նպատակը քաղաքի բեռնաթափումը, մենք ապացուցել ենք, որ բեռնաթափում տեղի չի ունեցել, բ. հիմնավորել ենք, որ քաղաքի բեռնաթափումը, որովե փողոցի բեռնաթափումը չի կարող հիմք հանդիսանալ վճարի բարձրացմանը, որովհետև վճարը ըստ օրենքի պետք է միայն բխի տվյալ ծառայության ծախսերի շրջանակից, այսինքն ինչքան որ նստում է քաղաքի վրա այդ գծերը ներկել, այդ կամերաների սպասարկումը, որոնք պետք է հսկեն եւ տուգանեն, հենց այդքան պետք է արժենա ընդհանուր թիվը պարկինգի ծառայության։ Եվ մենք դատարանում 9 ամիս ամեն կերպ իրանք հետաձգեցին, ամեն ձև իրանք հետ գցեցին 9 ամիս տևեց այդ դատական process-ը, որի արդյունքում մենք ունեցանք վճիր դեկտեմբերի 20-ին կարծում եմ, այո, այսինքն 10 օրեր մնացի այդ տարվա տարիքի ակտիվ լինելուն այդ որոշման, այդ 10 օր դեռ ունեցել ենք, որ դեռ կարայինք ասեինք աշխատում է մեր վճիրը, եթե իրանք չբողոքարկեին, բայց իրանք էլ բողոքարկեցին,
դատական ակտը այս վճիռը օրենքի ուժ դեռ չի ստացել ու իրանք սենց շարունակաբար, սենց պատոշաբար բողոքարկում են, որ տենց հանկարծ օրենքի ուժ չստանա, բայց իրանք ուղղակի հետաձգում են սա։ Ամեն դեպքում բոլորը գիտեն իրողությունը ինչպիսին է եւ ոնց է վիճակը։ Իրանք ուղղակի հետաձգում են այդ ամոթալի օրը, երբ որ դատական ատյանը արդեն ուժի մեջ կմցնի այս որոշումը, որ արդեն հաստատ կլինի, որ այս մարդիկ աշխատել չգիտեին, իրանք ուղղակի ուզում էին մտնեն սեփական քաղաքացիների գրպանը։ Ու դες մեկ այլ բան ասեմ, որ եւս էլի աշխատանք է, որ պետք է իմանալ, որ այս մարդիկ ուղղակի վարչարարության, խնայողության սկզբունքը խախտում են, երբ որ իրենք փոխանակ որպես վարչական մարմին իրենք պետք է ամեն կերպ փորձեն խնայողաբար վերաբերվել սեփական ռեսուրսների։ Եվ կրկին դա նշանակում է, որ իրենք պետք է ճիշտ աշխատեն եւ փորձեն այնպես անել, որ նվազեցնեն վարչական մնացած այլ դատարաններում իրենց դեմ հայցերը։ Բայց իրանք ինչ են անում, իրանք ուղղակի վերցնում են եւ թանկացնում են ամեն ինչ եւ ուղղակի ավելացնում են այդ բողոքների դեմ նոր հայցադիմումների վճարները։ Լավ եղեք սիրելի հայրենակիցներ, ուսամ ձեր շաբաթը լավ է սկսել, ուսամ այս հրաշք եղանակը նիպես վայելում եք, համբերություն մեզ բոլորիս, նահանջել չկա, ուսահատվել չկա, թե դատական ատյաններում, թե փողոցներում, ամեն տեղ, ավականու դալիճներում, ամեն տեղ, բոլոր տեղերում մենք պարտավոր ենք սրանց ցույց տալ իրանց տեղը, պայքարել մինչև վերջ, մինչև կնետենք իրենց պատմության աղբամանը ու էլ չենք ունենա այս արավիրքը, չենք ունենա այս ձախողումները բոլոր ոլորտներում, քաղաքայինից սկսված մինչև համապետական։ Սիրելի քաղաքացիներ, նաև օգտվելով առիթից պարտադիր կուզեմ դες հիշեցնել, որ քաղաքացու կողմից ռեալ իսկական ինստրումենտը գնահատական արտահայտելու սեփական իշխանության հանդեպ դա ընտրություններն են։ Ցավոք սրտի գլխավոր համապետական մանդատը ազգային ժողովի դեռ 1 տարի ու կես հետո է լինելու, բայց դուք մեկ շաբաթ հետո գյումրեցիներ ջան, երկրորդ գլխավոր քաղաքն է Հայաստանի Հանրապետության, մեկ շաբաթ հետո դուք հնարավորություն ունեք ձեր քաղաքական գնահատականը տալ այս ապիկար, անգրագետ, ոչ բարեխիղճ իշխանություններին, որովե դեպքում չընտրեք քաղաքացիական պայմանագիր, ընտրեք պրոֆեսիոնալ, երիտասարդ, ուժեղ սեփական ազգ ու պետությունը սիրող քաղաքական միավորի։ Մայր Հայաստանը ընտրատերտիկում լինելու է համար 4-ը մեր քաղաքապետի տեխնացուն Կարեն Սիմոնյանն է։ Միացեք, որ փոխենք, որ ազատվենք այս արհավիրքից եւ լավ լինենք, ապրենք եւ բարգավաճենք, լինենք այն ազգը, որ մենք եղել ենք։ Լավ եղեք սիրելի հայրենակիցներ ջան, կհանդիպենք Երևանի փողոցներ։